Այսօր մենք եկել ենք Երևան այցելելու հայ ազգային հասարակական գործիչ մեծ բարերար Ալեքսանդր Մանուկյանցի հուշարձանին, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա։ Այն տեղադրվել է 2012 թվականին, որի ճարտարապետն է եղել Լևոն Ղազարյանը, իսկ քանդակագործը Արզումանյան Տիգրանը։ Ալեքսանդր Մանուկյանցը ծնվել է 1842 թվականի մարտի 3-ին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է գալուց վարդապետ Փափազյանի մասնավոր դպրոցում, տիրապետել է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և վրացերեն լեզուների։ Նախնական գործունեությունը սկսել է 20,000 ռուբլուց, իսկ վերջում հասցրել մոտ 30 միլիոնի։ 20-րդ դարի սկզբին նա արդեն ակցիոնում էր Բաքվի նավթի շուրջ կեսը, հաջողությամբ դիմադրելով ոլորտներին և նոբելների մրցակցությանը։ Ֆինանսավորել է Բաքվում նավթատարի շինարարությունը և նավթի առևտրի մասնաճյուղերը տարածել է մինչև Եգիպտոս, Անգլիա և Ռուսաստան։ Ալեքսանդր Մանուկյանցը Փարիզի կենտրոնում կառուցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Հայաստանում վերակառուցել է Էջմիածնի Մայր տաճարը, Վեհարանի շենքը և Ներսիսյան ճեմարանը։ Ներսիսյան դպրոցի կատարած բարեգործությունների թիվը գումարը կազմել է 5,563,454 ռուբլի, որը իր եկամուտի 10%-ն է։ Ալեքսանդր Մանուկյանցը եղել է Բաքվի Մանուկյան և ընկերներ նավթարդյունաբերական և առևտրական ֆիրմայի ու Թիֆլիսի առևտրական բանկի սեփականատերը, ռուսական կայսրության իսկական պետական խորհրդական, Բաքվի պատվավոր քաղաքացի, պարգևատրվել է ռուսական Սուրբ Հաննայի 2-րդ աստիճանի և ֆրանսիական պատվո լեգիոնի շքանշաններով։ Ալեքսանդր Մանուկյանցի լեզվությունը կայանում էր նրանում, որ նա գիտակցում էր, որ ազգայինը պետք է զարգացնել, նախ և առաջ զարգացնել կրթության տեսանկյունից։ Մանուկյանցի շնորհիվ 1000-ից ավելի տաղանդավոր հայ երիտասարդներ կարողացան փոխություն ստանալ աշխարհի լավագույն կրթօջախներում։ Ալեքսանդր Մանուկյանցը աջակցել է մեծանուն Կոմիտասին, Տիգրան Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Հրաչյա Աջարյանին և շատերին։ Մանուկյանցի կյանքը և գործունեությունը յուրօրինակ իվազնաս է բոլորիս համար։ Վազդաս է այն մասին, թե ինչպես ապրել, որ քեզանից փոխած քո հետքը լինի լուսավոր, բարի ու մնայուն։ Հավատացեք, որ խոսքը միայն նյութական հնարավորությունների հետ չի կապված։ Բարեգործությունը և բարի գործը բարու յուրաքանչյուր գործողություններից։